Հայաստանում վառելիքի շուկայում թելիցքավորման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվող խնդիրներից մեկը։ Վարորդների մեծ մասը վստահ է, մեքենան չի լիցքավորվում այն ծավալով, որի համար վճարում է։ Մինչ պետական կառույցները ներկայացնում են ստուգումների ու արձանագրված խախտումների պաշտոնական վիճակագրությունը, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները պնդում են, խնդիրը շատ ավելի խորն է, քան արձանագրված թվերն են ցույց տալիս։ Եթե խոսում ենք թելիցքավորումներից, բնականաբար պետք է առանձնացնենք ոլորտները։ Գազ, հեղուկ գազ, դիզել, բենզին։ Եթե ասեմ մասսայական բնույթ է կրում, չեմ կարծում, որ կգտնվի որևէ քաղաքացի, որ չի համաձայն ինձ հետ, բայց ավելի ազնիվ կլինեն, կան ոլորտներ, հատկապես գազի մասսայական բնույթ, բենզինի ոլորտում գրեթե մասսայական բնույթ։ Ռադար Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայացրել է վերջին 1.5 տարվա վիճակագրությունը։ Ըստ տեսչական մարմնի 2025 թվականին իրականացվել է 228 ստուգում, որոնց ընթացքում արձանագրվել է 89 խախտում, այդ թվում 11 թելիցքավորման դեպք։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչև հունիս իրականացվել է արդեն 183 ստուգում, արձանագրվել է 118 խախտում, որոնցից 19 թելիցքավորման դեպքեր են։ Ամենաշատ թելիցքավորումները 2026 թվականի առաջին 5 ամիսներին արձանագրվել են հեղուկացված գազի եւ բենզինի շուկաներում։ Սակայն Բաբկեն Պիպոյանի համոզմամբ պաշտոնական վիճակագրությունն ամբողջ պատկերը չի արտացոլում։ Տեսչական մարմինը նշում է, որ ստուգումները կատարվում են չափագիտության մասին օրենքի պահանջներին համապատասխան, ստուգաչափված չափանոթների միջոցով, համադրելով վառելիքաբաշխիչ սարքի ցուցմունքը փաստացի լցված ծավալի հետ։ Թելիցքավորման կամ չափագիտական կանոնների խախտման համար տնտեսվարողներին սպառնում է 200,000 դրամ վարչական տուգանք, ինչպես նաև ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1%-ի չափով լրացուցիչ տուգանք։ Բացի այդ, տեսչական մարմինը 2025 թվականին տվել է 5, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն 42 պարտադիր կատարման կարգադրագիր։ Ստուգում կա, քանակ կա, արդյունք չկա։ Եթե պետք է գնա պետությունը, մենք փող ծախսենք, գնան ստուգեն, խնդրեմ մնա։ Ումա պետք է ստուգում, այսինքն կարանք համարել չկա։ Վերահսկողական մոդելը չկա։ Խնդիրը տուգանքի չափը չէ, կարող է ընդհանրապես վարչական պատասխանատվություն չլինի, բայց համակարգն արդյունավետ աշխատի, ասում է փորձագետը։ Տեսչական մարմնի փոխանցմամբ, եթե վարորդը կասկածում է, որ իր մեքենան թելիցքավորել են, կարող է դիմել շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ներկայացնելով հնարավորինս մանրամասն տվյալներ, լիցքավորման վայրի, ամսաթվի, ժամի, ՀԴՄ կտրոնի եւ այլ փաստաթղթերի մասին։ Սակայն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը կարծում է, այս մոտեցումը բավարար չէ։ Պիպոյանի դիտարկմամբ կան ոլորտներ, որտեղ պետությունը չի կարող հույսը դնել միայն քաղաքացու բողոքի վրա։ Մարդը չգիտի ինչ պետք է ստուգի, ինչ թվերի պետք է նայի, ինչպես պետք է ապացույց հավաքի։ Եթե քաղաքացին չգիտի ինչ անել, ապա ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելը ճիշտ չէ։ Փորձագետի համոզմամբ տարիներ շարունակ չի փոխվել ոչ միայն վերահսկողության մեխանիզմն, այլև չի իրականացվել վարորդների իրազեկման համակարգված աշխատանք։ Պետությունը ոչ միայն պետք է ստուգի, այլ նաև սովորեցնի քաղաքացիներին ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները։ Տեսչական մարմինը նշում է նաև, որ բոլոր գազալցականներն ու բենզալցականները պարտավոր են ունենալ QR կոդ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ տվյալ օբյեկտում իրականացված նախորդ ստուգումների արդյունքներին։ QR կոդի բացակայության համար նախատեսված է 300,000 դրամ վարչական տուգանք։ Միևնույն ժամանակ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարբերաբար օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացնում կառավարությանը։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։